Գիտեիք, որ Հնդկաստանի առաջին ձայնագրված սուպերսթարը հայուհի էր։ 1873 թվականին ծնված Անջելինա Յովարդը, ում հայրը հայ էր, աշխարհին հայտնի դարձավ որպես Գուհար Ջահան։ 1902-ին նա առաջինն էր, ում ձայնը հավերժացավ գրամոֆոնի վրա։ Նա երգում էր 20-ից ավելի լեզվով եւ ապրում էր անհավանական շքեղությամբ։ Պատկերացրեք, նա այնքան հարուստ էր, որ մեկ անգամ 12,000 ռուփի ծախսեց միայն իր սիրելի կատվի հարսանիքը կազմակերպելու համար։ Այդ գումարով այն ժամանակ կարելի էր մի քանի տուն գնել։ Նա շրջում էր 6 ձիերով լցված կառքով եւ ուներ սեփական գնացքի վագոնը։ Չնայած նրա հայկական ծագումը հաճախ ստվերվել է այն պատճառով, որ 1881 թվականին նա մոր հետ ընդունել է իսլամ, արխիվային փաստաթղթերը պահպանել են նրա իրական պատմությունը։ Հետազոտող Վիկրամ Սամպատը My Name is Gauhar Jahan, The Life and Times of a Musician գրքում նշում է, որ նրա հայ պապը Հովարդյան ազգանունով հաստատվել էր Հնդկաստանում շատ վաղուց։ Կյանքի վերջին տարիներին Գուհար Ջահանը դարձավ Մայսուրի արքունիքի երաժիշտ։ Նա մահացավ այնտեղ 1930 թվականին։